Պարոն Վարդանյան, Սահմանադրական դատարանի վերջին որոշման անդրադառնանք ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված, ինչ կարող ենք ենթադրել, այսինքն ստացվում է, որ իշխանությունը այն բոլոր քրեական գործերը, որոնք հարուցել է ապօրինի գույքի հետ կապված, հնարավոր է ինչ-որ պահի վերանայելու, որտեղ որոշ առումով դա հակասահմանադրական օրենք է։ Ոչ, Սահմանադրական դատարանը օրենքը հակասահմանադրական չի համարել։ Սահմանադրական դատարանը երկու կարգավորումներ մեկնաբանել է եւ ըստ էության իրավական պրակտիկային հուշել է հետեւյալը, որ այս կանոնակարգումների պարագայում դուք պետք է առաջնորդվեք այն մեկնաբանությամբ, որը տվել է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը հրապարակել է միայն եզրափակիչ մասը, ամբողջական տեքստը, որ հասանել կլինի հիմնավորումներով, նոր հնարավոր կլինի պատասխանել մնացած հարցերին։ Սահմանադրական դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը հակասահմանադրական չի ճանաչել։ Այն տվել է մեկնաբանություններ, որը վերաբերում է օրենքում առկա երկու խումբ կարգավորումներին։ Պարոն Վարդանյան, Սահմանադրական դատարանը փաստորեն նեղացրել են գույքերի շրջանակը, որոնք կարող են անցնել այս օրենքով եւ խոսքը միայն հանցանքի հետ կապ ունեցող գույքի մասին է եւ պաշտոնը զբաղեցնելուց հետո ձեռք բերված գույքի մասին։ Արդյոք չի նշանակում, որ բազմաթիվ գործեր, որոնք կան այս պահին, ուղղակի փլվելու են դառնում։ Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակներում։ Սահմանադրական դատարանը չի նեղացել գույքի շրջանակը, Սահմանադրական դատարանը նման գործառույթ ունի, Սահմանադրական դատարանը մեկնաբանել է այդ կանոնակարգումները եւ ըստ էության իրավական պրակտիկայի շրջանակներում տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավական Այսինքն, եթե 91 թվականից սկսած մարդը պաշտոն է զբաղեցրել եւ որոշակի գույքի է տիրապետում, բայց պաշտոն չունի այս պահի դրությամբ, այդ մարդու գույքը ենթակա է բռնագանձման։ Տեսեք, խոսքը վերաբերում է նախ ցանկացած առանձին դեպք, հա, ընդհանրացումներ չեն կանում, առանձին ուսումնասիրությունների կարիք ունի։ 1. Երկրորդը, հիմքում օրենքի սկզբանը դրվել է հետեւյալը. գույքը ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի։ Եթե ապօրինի ծագումը առկա է եւ այդ ծագումը փոխկապակցված է անձի կողմից, որ անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը։ Բայց ել եմ ասում, որովհետեւ կարողանանք մենք վերջնական դիրքորոշում արտահայտենք Սահմանադրական դատարանի կողմից կայացած որոշման մասին, մենք պետք է ունենանք ամբողջական տեքստ, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումը առաջի բառից մինչև վերջին վերջակետ դիտարկվում որպես մեկ միասնական փաստաթուղթ եւ այդ շրջանակներում է պետք է ուսումնասիրել դեռ եզրափակիչ մասից զատ այլ մասերը, հիմնավորումները, պատճառաբանական մասը հրապարակված չի, հրապարակվի խոսեք։ Այսինքն միայն այս օրենքով հնարավոր չլինի ամբողջապես այդ ապօրինի գույքը բռնագանձել։ Ապօրինի գույքը հնարավոր կլինի ամբողջությամբ բռնագանձել։ Այստեղ Սահմանադրական դատարանը տվել է որոշակի չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն իրավակիրառները այդ գույքը իդենտիֆիկացնելու եւ այն սուբյեկտներին իդենտիֆիկացնելու, որոնք ընկնում են այս օրենքի ազդեցության ներքո։ Պարոն Վարդանյան, եւ մի հարց էլ վարչապետը խոսեց երթվյալ ատենակալների ինստիտուտի ներառման մասին, բայց մենք մի քիչ դժվարությամբ ենք պատկերացնում, օրինակ ովքեր կարող են լինել երթվյալ ատենակալների, ինչ ազդեցություն կարող են ունենալ դատական գործերի քննության վրա։ Երթվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում, առավել զարգացած համակարգ գոյություն ունի Միացյալ Նահանգներում, անգլոսաքսոնական համակարգում, բայց եվրոպական իրավական համակարգերը, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի համակարգը եւս ենթադրում է նմանատիպ ինստիտուտների առկայությունը։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, եթե դասական մեծ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակն ենք փորձում վերլուծել, ապա այստեղ երթվյալները ընտրվում են կողմերի կողմից, տարբեր նահանգներում տարբեր կանոնակարգումներ կան իհարկե, բայց նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը։ Նրանք են իրականացնում այդ մասով արդարադատություն։ Մնացած հարցերը ըստ էության կարգավորում է դատարանի կողմից, այսինքն դատավոր միշտ ներկայ է գտնվում, երբ որ կա երթվյալ ատենակալների ինստիտուտ, որոնք որպես կանոն չպետք է նախկինում դատված լինեն, չպետք է որոշակի փոխկապակցվածություն ունենան կողմերի հետ, բայց սա քննարկում է, որ իրավաչափը են կարելի է ծավալել հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 1995 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ըստ էության ոչ թե նախատեսում էր, այլ սահմանում էր հնարավորություն երթվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն իրականացնելու։
Նոր քննարկում չի սա 95 թվականի սահմանության մեջ արկա ձևակերպում է եղել, թեև եթե վերադառնանք Հայաստանի պատմությանը, ապա մենք ռուսական կայսրության գոյության վերջի շրջանում են եղել երթվելատնակալների դատարաններ, որոնք բավական արդյունավետ են գործել, եթե ուսումնասիրենք միջհեղափոխական շրջանների դատարանները, ապա կտեսնենք, որ արդարադատության մատչելիության եւ արդարադատության իրականացման տեսանկյունից նրանք որոշակի առումով արդարացրել են իրենց գոյությունը, բայց ամեն ինչ կախված է նաեւ նրանից, թե ինչ մոդել, նախ առաջինը պետք է որոշի ժողովուրդը, որտեղ դա սահմանական կարգավորումներ պահանջող գործընթաց է, երկրորդ պետք է հասկանանք ինչ մոդելով ենք առաջնորդում եւ այդ մոդելը ինչին է հանգեցնելու։ Պարոն Վարդանյան, վերջին օրերին թե ռուսական թե արտախորհրդարանական ուժերի մոտ առանձնահատուկ ագրեսիա է նկատվում, շատ գործիչներ, փորձագետներ կարծում են, որ դա կապված է Սահմանադրական դատարանի վերջին որոշման հետ, երեք արդեն փողոց էին փակել, ես կխնդրեմ ձեր կարծիքը։ Գիտեք, անձը իր գույքը, հատկապես հափորին ձեռբերած գույքը սովորաբար ձգտում է պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով։ Չեմ ուզում նման մեկնաբանություններ անել, բայց ամենայն դեպս ես բազում դեպքերում ասել եմ, հիմա էլ պետք է ասեմ, ես զարմացած էի, զարմանում եմ եւ շարունակելու եմ զարմանալ մեր ընդդիմադիր այն գործընկերների վարքագծի վրա, որոնք ապօրինի ցակում ունեցող գույքի մասին օրենքը ամբողջությամբ սկսած սահմանումներից ավարտած եզրափակիչ եւ անցումային դրույթներում վիճարկել են Սահմանադրական դատարան, ըստ էության վիճարկելով այդ ինստիտուտը որպես այդպիսին։ Պարոն Վարդանյան, որ վիճակում էին, ասում էին, երբ որ ճանաչվի հակասահմանադրական, պետությունը արդեն իրենց ավելի մեծ չափով փոխհատուցում է տալու, քան այն գույքը, որ բռնագանձվել է։ Իրանք մեխանիզմներ հակասահմանադրական օրենքը չի ճանաչվել։ Օրենքը հակասահմանադրական չի ճանաչվել։ Սահմանադրական դատարանը կարա ընդունի 3 տեսակի որոշում, ամբողջությամբ համապատասխանում է կարգավորումը սահմանադրության առանց մեկնաբանության, վաճառաբանությունները հաշվի առնելով իհարկե, համապատասխանում է Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունների շրջանակներում եւ չի համապատասխանում։ Այսինքն չհամապատասխանելու վերաբերյալ որոշում մենք չունենք։ Մոռացեք այդ խոսակցությունները եւ հանկարծ չգնեք մանիպուլյացիոն դաշտ, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում։ Բայց Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթն է նաեւ ապահովել սահմանադրական կանոնակարգումների այնպիսի մեկնաբանություն, որը հնարավորություն է տալիս ձևավորել միասնական պրակտիկա եւ ապահովել այդ միասնական պրակտիկայի շրջանակներում նաեւ սահմանադրության գերակայությունը եւ սահմանադրությամբ ամրագրված այլ նորմերի կատարումը։ Ըստ էության Սահմանադրական դատարանը առաջնորդվել այդ ճանապարհով, բայց եւս մեկ անգամ պետք է ասեմ, ինչեւ մենք չտեսնենք ամբողջական տեքստը Սահմանադրական դատարանի որոշման, չեն կարող ընդհանուր պատկերացում կազմել Սահմանադրական դատարանի պատճառաբանության վերաբերյալ։ Պատճառաբանությունը սա շատ ավելի կարևոր է, քան եզրափակիչ մասը։ Շնորհակալություն։